Բարի լույս սիրելի ընկերներ, բարի կիրակի եմ մաղթում բոլորիդ։ Այսօր մի քանի րոպե կսպասենք եւ կսկսենք քննարկել մի կարևոր թեմա, որի մասին երեք շատ է խոսացվել։ Դա կրիպտոարժույթի շուկայում այդ կոլապսն է, որը ձևավորվել է։ Մի րոպե սպասենք եւ սկսենք մեր քննարկումը։ Դե ինչ, ողջունում եմ ձեզ, հարգելի ընկերներ, նախ ուզում եմ սիրով շնորհավորեմ մեր երևանցիներին, մեր սիրելի մայրաքաղաքի տոնի կապակցությամբ եւ այս ճանապարհը մարզային այցերի, այսօր գնում ենք Չարենցավանի մեր ընկերների հետ հանդիպելու, երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչների, հետաքրքիր հնարավորություն է միասին քննարկում ծավալելու եւ որոշակի բացահայտումներ կամ պարզաբանումներ անելու, հա։ Ուրեմն տեսեք ինչա տեղի ունեցել, ասում են 19, բայց մոտավորապես հաշվարկով շուրջ 40 միլիարդ դոլարի կորուստ է տեղի ունեցել տարբեր մարդկանց մոտ, շուրջ 1.6 միլիոն մարդ ամբողջությամբ կորցրել է իրանց ունեցվածքը։ Ինչա դա նշանակում, ես ուզում եմ բացատրեմ եւ նաեւ մեր երիտասարդներին խնդրեմ, որ այդ ինֆոցիգանների կոչերին չտրվեն եւ արագ հարստացման, sense կարճաժամկետ ծրագրերով չպլանավորեն իրանց ապագան, այլ պլանավորեն ուսման հնարավորություն, պլանավորեն կրթության, գիտության ուղղությամբ առաջընթաց, որը ենթադրում է որոշակի ժամանակ եւ որը տալիս է ֆունդամենտալ գիտելիքների հնարավորություն, այլ ոչ թե մակերեսային կամ տենց բլոգերների հորդորով ինչ որ գործողություններ անելու եւ ըստ էության վերջում կորցնելու բոլոր ապագային միտված լավ զարգացումները ձևավորելու հնարավորությունները։ Ինչ է սա նշանակում։ Շատ երիտասարդներ տրվել են այն խաբկանքներին, որոնք քարոզվել են տարբեր բլոգերների կողմից, որ կարելի է ընդամենը $100 դառնալ միլիոնատեր, ինչ որ կեղծ ձևով դա ներկայացրել է շատ հաճախ, ոչ բոլորի կողմից իհարկե, բայց շատերի կողմից իրականության հետ անհամապատասխան, իրականության հետ կապ չունեցող ինֆորմացիա են տրամադրել երիտասարդներին, որոնք այսօր փաստացի կորցրել են ամեն ինչ ունեին կամ ինչ վաստակել էին իրանք այլ աշխատանքով կամ իրաց ծնողները, ինչ որ վաստակել էին մարդիկ կան, կորցրել են ամբողջ խնայողությունները, կորցրել են իրանց տները եւ ամեն ինչ, որովհետեւ մի օրվա ընթացքում ըստ էության զրոացել է իրանց ունեցվածքը կրիպտոարժույթի բալանսներում։ Հիմա ներկայացնեմ նաեւ թե ինչու է տենց տեղի ունեցել, հա, ինչով է դա պայմանավորված։ Ուրեմն մենք գիտենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 3 առաջ օրը ընդունել է օրենք, որը հետևյալի մասին է, որ Չինաստանից ներկրվող ապրանքատեսակների համար ընդունվել է 100% հարկ։ Այսինքն այդ 100% հարկումից հետո, երբ որ հարկը այդ ձև բարձրացել է, սկսել է կրիզիսը կրիպտոարժույթի ոլորտում եւ մարդիկ սկսել են արագ վաճառել իրենց կրիպտոարժույթը, որից հետո սկսել է զերոյանալ շատ կրիպտոարժույթներ, շատ սկսել է իջնել 70%-ով, 60%-ով, բայց խնդիրը ինչու՞մ է։ Ուրեմն տեսեք, Binance-ը ու այլ հարթակներ, որոնք հանդիսացել են բիրժաները հնարավորություն են տվել, կոչվում էր պլեչո, սխմում էիր X2, X5, X10, X20, այսինքն դա ոնց որ պարտք վերցնելու հնարավորություն է տալի
կրիպտո արժույթի բիրժան, բայց այս տրամաբանությամբ դու ունես օրինակը բերենք $100 վրա, դու ունես $100 գումար, ուզում ես ինչ-որ գործարքի վրա ներդրում անես, որ դնում ես, որ ինքը սկսում է աճել։ Բիրժան քեզ, եթե X 10-ով դնում ես, բիրժան տալիս է քեզ պակասող $900 եւ դու այդ գործարքը անում ես $1000-ով։ Այսինքն եթե դու պետք է $100-ով 10% աճի դեպքում ունենայիր $10, դու բիրժայի պարտքով գումարի հաշվին ունենում ես $100։ Բայց մի կարևոր նյուանս կա, որի հետ բախվել են միլիոնավոր մարդիկ։ Եթե բիրժան տեսնում է, որ այդ գործարքը գնում է անկման, ինքը միանգամից գործարքը փակում է, չի տալիս քեզ հնարավորություն։ Այսինքն եթե ինքը այդ 10%-ը իջնում է, ինքը փակում է գործարքը ու դու մնում ես առանց քո $100-ի առհասարակ, դու մնում ես 0-ի վրա։ Ու այդ $100-ը շատերի մոտ եղել է 10,000 եւ ավել միլիոնավոր դոլարների մասին է խոսքը, որ իրանք դրել են աճող թվի վրա ինչ-որ կրիպտո արժույթի, բայց այդ կրիպտո արժույթը շատ արագ, մի քանի ժամում 30-40%-ով սկսել է իջնել տոկոսը եւ ըստ էության բիրժան զրոացրել է այդ մարդկանց կապիտալը, թողելով առանց ոչինչի, այսինքն այդ մարդիկ էլ հնարավորություն չունեն որևէ բան անելու, կրիպտո արժույթներ կան, որոնք ընդհանրապես զրոացել են եւ շուկայում մնացել են մենակ ամենահզոր, ամենամեծ ներդրում անողները կամ խաղացողները, ոնց որ իրանք ասում են, եւ սա շատ դեպքերում խեղել է երիտասարդների ճակատագիր, որովհետեւ մի քանի երիտասարդ նախնական տվյալներով ինքնասպանություն են գործել, որովհետեւ իրանց մի քանի տարվա երազանքները, իրանց ամբողջ կյանքի նպատակները զրոացել են, հոդս են ցնդել, եւ սա նրա պատճառով, որ իրանց երիտասարդներին քարոզվում է, առհասարակ սա միջազգային խնդիր է, ոչ միայն Հայաստանում։ Երիտասարդներին քարոզվում է, որ երիտասարդները պետք է արագ հարստացման ճանապարհով գնան, ոչ թե ակադեմիական կրթություն ստանալու մի քանի տարի կամ երկար տարիներ ինչ-որ բան սովորելու ճանապարհով մասնագիտություն ձեռք բերելու, հմտություններ ձեռք բերելու, զարգանալու կարճաժամկետ հաջողություններ են քարոզում, ոնց որ TikTok-ի ռիլզերն է կամ Instagram-ի, որ երկար ինֆորմացիա ստանալու հնարավորությունը փորձում են երիտասարդների ձեռքից խլել։ Սա է ըստ էության տեղի ունեցածը եւ սա անվերադարձ կորուստ է, անվերադարձ անկում է կրիպտոարժույթի շուկայի մարդկանց մոտ, ովքեր զբաղվում են կրիպտոարժույթով, ըստ էության սև ուրբաթ էր իրանց համար, որովհետև շաբաթ օրը իրանց ունեցվածքը ամբողջությամբ զրոացել է։ Եվ այս ենթատեքստում ես եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ երիտասարդները պետքա պարտավորեն ունենալ ծրագիր երկարաժամկետ, ոչ թե կարճաժամկետ ունենալ ազգային, հայրենասիրական կրթության հնարավորություն։ Այսինքն երկարաժամկետ, որ դու կարողանաս ուսումնասիրես ամեն ինչ, բոլոր նյուանսները, թե ազգային ինստիտուտների վերաբերյալ, թե քրիստոնեական ինստիտուտի վերաբերյալ մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու, թե տնտեսագիտական, մաքսային, բժշկական բոլոր ուղղություններով պետքա պետությունը հնարավորություն տա երիտասարդներին ստանալ լավ, բարձրորակ կրթություն։ Եվ այս ենթատեքստում նաև ուզում եմ հիշեցնել, որ մենք ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մեկնարկել ենք անգլերեն լեզվի անվճար դասընթացներ, որոնք իրականացնելու ենք նաև մարզերում, եւ մեզ համար կարևոր չի, որ այդ անգլերեն լեզուն սովորեն միայն ՀՀԿ-ականները։ Մեզ համար կարևոր է, որ այդ գիտելիքները ձեռք բերեն բոլոր երիտասարդները եւ հետագայում անգամ եթե չեն լինելու հանրապետական, մենք չենք էլ առաջարկելու, որ լեզուներ սովորողները դառնան հանրապետական, կարող են գալ սովորել եւ գնալ իրանց ճանապարհով, որովհետեւ մեր կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը այդ տրամաբանությամբ նայում մեր երկրի զարգացմանը, որ պետքա լինի զարգացած երիտասարդը
անկախ կուսակցական պատկանելությունից եւ մենք որպես պահպանողական կուսակցություն պետք է նպաստենք երիտասարդների զարգացմանը եւ նաեւ այս թեմայի շուրջ ես ուզում եմ ասել, որ մենք սրա մասին պետք է լրջորեն մտածենք, որ մեր երիտասարդներին կարողանանք զերծ պահենք, նաեւ սա շատ մեծ արատ է ձևավորում երիտասարդների մեջ, ովքեր անկանոն շարժումներ են անում այս ոլորտում։ Այլ բան է, որ մարդիկ վերլուծություններ են սովորում եւ վերլուծություններ են անում, վերլուծությունների մասնագիտական վերլուծությունների ալգորիթմները հաշվելու կարողություն են ձեռք բերում, իսկ դա տևում է երկար տարիներ, դրանից հետո իրենք ինչ որ գործողություններ են, դա այլ բան է, բայց այլ բան է խաբվելը եւ այդ խաբվելու արդյունքում կորցնելը ամեն ինչ։ Այսքաններ, հարգելի ընկերներ, այդ կրիպտո արժույթի շուկայի վերաբերյալ իմ ունեցած տեղեկությունները ուզում եմ ձեր հետ կիսվեի, եթե ինչ-որ տեղեկություններ ունեք նաև դուք, կարող եք մեկնաբանություններում գրել կամ գրել նաև թեմաներ, որոնց մասին դուք ունեք ինֆորմացիաներ կամ հետաքրքրություն, որ կուզեք մենք քննարկենք եւ ձեզ ներկայացնենք ինչ-որ տեսակի վերլուծություններ կամ ինֆորմացիա այդ թեմաների շուրջ։ Ձեզ օրհնյալ կիրակի, Աստված պահապան ձեր եւ ձեր ընտանիքներին, լավ մնացեք։